ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչ թե ցավազրկող միջոց է։ Փողը պետք է ներդնել մարքեթինգի եւ բրենդների մեջ, այսօր Հայաստանը կանգնած է հիմնարար ընտրության առաջ, սակայն երկրի տնտեսությունը դեռ շարժվում է իներցիայով։ Շատ արտադրողներ սովորել են պարզ ճանապարհին։ Երկարաժամկետ ներդրումների եւ բրենդների զարգացման փոխարեն իրենց արտադրանքը վաճառել արդեն երկար ժամանակ յուրացված ռուսական շուկայում, սակայն վաճառեցի եւ մոռացա տրամաբանությունը տանում է փակուղի։ Առանց ուժեղ հայկական բրենդների միջազգային ասպարեզում արտահանման կայուն ապագա չկա։ Բայց խնդիրը միայն բիզնեսը չէ։ Երկրում մինչ այժմ չկա արտաքին առևտրի համակարգային ռազմավարություն եւ նոր շուկաներ դուրս գալու ինստիտուցիոնալ աջակցություն։ Ձեռնարկատերերը մնում են միայնակ դիվերսիֆիկացիայի ռիսկերների հետ եւ այդ պատճառով ընտրում են ամենածանոթ ուղղությունը։ Ներկայիս խնդիրները կանխատեսելի էին։ Ռուսական շուկայի նկատմամբ չափազանց կախվածության ռիսկը ակնհայտ էր դեռ 2008 թվականի իրադարձություններից հետո։ Ուկրաինան բախվել էր Մոսկվայի առևտրային ճնշմանը դեռ 2014-ից առաջ եւ սկսել էր վերաուղղորդվել դեպի ԵՄ եւ գլոբալ շուկաներ։ Հայաստանը այդ դասը չորացրեց։ Նույնիսկ 2020-ից հետո շարունակվում էր առևտրի խթանումը մաքսային միության շրջանակներում։ Այսօր ԵՄ-ն պատրաստ է բացել նոր հնարավորություններ հայկական արտադրանքի համար, բայց ձեռնարկությունների մեծ մասը դեռ չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Իսկ արտադրության ծավալները հաճախ չեն բավարարում խոշոր պայմանագրեր կատարելու համար։ Առանց արտադրությունների արդիականացման եւ Made in Armenia բրենդի առաջխաղացման այս հնարավորությունից օգտվելը դժվար կլինի։ Առաջնահերթությունները ակնհայտ են՝ բազմապատկել արտադրությունների արդիականացում եւ միջազգային չափանիշների ներդրում, բազմապատկել ներդրումներ սեփական բրենդների զարգացման մեջ, բազմապատկել եվրոպական օգնության ուղղում ձեռնարկությունների վերանորոգման, այլ ոչ թե ընթացիկ խնդիրների կարկատման վրա, բազմապատկել արտահանման առաջխաղացման ուժեղ ազգային գործակալության եւ արդյունավետ առևտրային կցորդների ինստիտուտի ստեղծում։ Եթե շուկան կարող է փակվել վաղը, իրական այլընտրանքները պետք է արդեն 3 աշխատած լինեին։ Հիմ մոդելներին կարճելը նշանակում է կորցնել ժամանակ։ Այկ Աղվանյան